Բարև ձեզ։ Յուրաքանչյուր անգամ մտածում եմ, թե ով պետք է լինի մեր հանդիպման հերոսը, ով կրում է իր մեջ մարդկային տեսակների մի ողջ մոլորակ, ով կարողանում է ծիծաղեցնել առանց էժանագին հնարների, ով հիացնում է իր արվեստով, ում ձայնի մեջ մենք փնտրում եւ վերագտնում ենք մեր մեծերին։ Նա մասնագիտությամբ բնապահպան է, բայց այսօր ավելի շատ հանդես է գալիս որպես մեր մշակութային ժառանգության պահապան, թատրոնի դերասան, երգիչ, նմանակող, սոցցանցերում որպես հումորիստ, ցանկը շարունակելի է։ Արթուր Մուսայելյանն է մեր տաղավարում։ Բարի գալուստ, Արթուր։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար, մեզ պատիվ է։ Դուք սոցցանցերում բավականին հայտնի եք։ Ունեք մեծ հետևորդների բանակ։ Ձեզ տարբեր կերպ են ընկալում եւ որպես հումորիստ, եւ որպես դերասան թատրոնի, երգիչ, հանդիսավար։ Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ չկա բեմ, չկա հանդիսատես, չկան սոցցանցեր, անջատված է հեռախոսն ու համակարգիչը, ով է Արթուր Մուսայելյանը։ Կարծում եմ այնուամենայնիվ ես կլինեի արվեստի մի որևիցե ոլորտում, հնարավոր է չլինեի բեմում, բնականաբար եթե սոցցանցեր չկան, չունենայի հետևորդների այն քանակը, որը հիմա կան, ամեն դեպքում կլինեի արվեստի որևիցե ոլորտում, չգիտեմ։ Այդ դեպքում ինչպես ընտրեցիք բնապահպանի մասնագիտությունը։ Բնապահպանի մասնագիտություն ընտրել եմ շատ պատահականորեն։ Ճիշտն ասած, ծառայությունից վերադարձա ու պետք էր միշտ ունեցել եմ նպատակ սովորելու թատերական ինստիտուտում, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Իջևանից գալ Երևան ընդունվել թատերական, հետո ինֆորմացիայի պակաս կար, չգիտեի ում դիմել եւ այլն, չստացվեց։ Ծառայությունից հետո ընդունվեցի ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի բնապահպանություն եւ բնօգտագործում բաժինը։ Շատ սիրել եմ, այո, շատ սիրել եմ ու լավ եմ սովորել իմիջալուց։ Հենց այնպես չեմ գնացել, բայց զուգահեռ անընդհատ ձգտումս եղել է բեմը, անընդհատ։ Երգում էի տարբեր միջոցառումների եւ այլն, աշխատում էի Իջևանի երաժշտական դպրոցում որպես մեներքիչ ժողովրդի անսամբլում։ Դրան դեռ կանրադառնանք, իսկ ինձ հետաքրքիր է, հիշում եք այն պահը, երբ հասկացաք, որ նմանակումները կարող են դառնալ ձեր այցեքարտը։ Ճիշտն ասած, դա նկատել եմ մանկուց եւ ես եւ ծնողներս եւ ինչ շրջապատող մարդիկ եւ իմ դասընկերները։ Առաջին ում եք նմանակել։ Առաջինը չեմ հիշի, բայց հիմնականում փոքր տարիքում նմանակում էի մարդկանց շարժու ձևերը, դեմքի միմիկան, որովհետև ձայնս թույլ չէր տալիս նմանակել այդ մարդկանց ձայները, նմանակում էի շարժումները, ուղղակի այդպես միշտ եղել էի մեջ ու ինձ համար դա սովորական է եղել եւ իմ շրջապատի համար էլ է սովորական եղել եւ շատ հաճախ մինչեւ հիմա էլ ասում են պետք է քո ներկայությամբ զգուշ խոսենք, որտեղ ամեն մի շարժում այսպես միանգամից բռնում է։ Երբ դուք խոսում եք հայտնի մարդկանց ձայնով, նրանց նմանակում եք, արդյոք դա միայն տեխնիկական ձայնային տրանսֆորմացիա է, թե նաև կարողանում եք պայմանական, այսպես մի փոքր վերացական զգալ նրանց ներկայությունը, էներգետիկան, ինչ է կատարվում այդ պահին։ Ճիշտն ասած, ես ում նմանակում եմ, փորձում եմ մոտենալ շատ լրջորեն, հենց այնպես չեմ նմանակում ու շատ հաճախ նշում եմ, որ ես նմանակելիս չեմ ծաղրում։ Այսինքն դա լոկ նմանակում է, այսպես ասած, եւ այո, մանավանդ մեծերին նմանակելիս, այլ բան է ներողություն քաղաքական գործիչներին նմանակել, ուղղակի նմանակել։ Այլ բան է նմանակել, ենթադրենք Մհեր Մկրտչյանին, որովհետև ինձ համար եւ շատ-շատերի համար եւ թերևս բոլորի համար նա կարծես մեր ընտանիքի անդամը լինի
եւ շատ զգուշորեն եմ մոտենում ու այո, թերևս փորձում եմ այն արտահայտությունները, որոնք նա հնչեցրել է ֆիլմերում, փորձում եմ հասկանալ ինչպես է զգացել դա, որպեսզի ես էլ կարողանամ մի փոքր մոտենալ դրան, որպեսզի համոզիչ լինի այն ինչ որ անում եմ։ Փորձում եք նաև զգալով այո, ներկայությունը զգալ։ Իսկ կա տարբերություն, այ ասացիք, նաև անդրադառնում եք քաղաքական գործիչներին։ Մի բան է նմանակել մարդկանց, ովքեր կյանքից հեռացել են, իհարկե մենք շատ սիրում ենք եւ դուք էլ զգուշությամբ եք մոտենում առանց ծաղրանքի, մեծ արանքով։ Մի բան է նմանակել օրինակ քաղաքական գործիչների, ովքեր հիմա մեր կողքին են։ Վտանգ կա դրանում։ Վտանգ չեմ կարծում, որ կա, բայց քանի որ ներողություն մեկին մեկ նմանակում եք, թե ինչ որ ձեզնից մի բան ավելացնում եք ընդգծելու կերպարը։ Ավելացնում եմ, սովորաբար ավելացնում եմ, որովհետև եթե մեկին մեկ նմանակեմ, այդտեղ այսպես եւ կարող է հումոր չլինել, բայց եթե մի քիչ խորանանք, շատ ծիծաղելու բան կա այդտեղ, այդ լրջության մեջ, թվացial լրջության մեջ հումորով մարդիկ կգտնեն ինչի վրա կարելի է ծիծաղել, բայց այնուամենայնիվ ես օրինակ մայիս ամսին ունեցա 2 ներկայացում, մոնո ներկայացում, որտեղ նմանակում էի տարբեր քաղաքական գործիչների, բնականաբար ավելացրել էի շատ բաներ, փոխել էի ու ավելի աբսուրդային վիճակում էի այսպես դրել տվյալ քաղաքական գործիչներին, բայց վտանգ չկա, չէ, որովհետև ես այո, իրենց էլ չեմ ծաղրում, ուղղակի նմանակում եմ եւ փորձում եմ այդ ամբողջ լրջության մեջ գտնել հումորի դրվագներ, որովհետև եթե շատ լուրջ նայենք ամեն ինչին, դժվար կլինի։ Այո։ Իսկ բնօրինակների հետ հետադարձ կապ ունեցել եք։ Կապ չեմ ունեցել։ Արձագանք։ Չէ, արձագանք չի եղել, կապ չկա եւ կարծում եմ ամեն ինչ կարծում եմ չափի մեջ եմ անում, դրա համար էլ արձագանք չկա։ Այնուամենայնիվ ռիսկային է ինչ առումով։ Քաղաքական դաշտը սովորաբար մանավանդ մեզ մոտ Հայաստանում բևեռացված է եւ ինչ որ քաղաքական գործիչի անդրադառնալիս մյուս կողմից կարող է լինել այսպես մեկնաբանությունների տեսքով հարցակում, մյուսին նմանակելիս այն մյուս կողմից է լինում, կան շատ adekvat մարդիկ կան, բայց կան նաև ոչ adekvat մարդիկ, ովքեր մտածում են դու չպետք է անես։ Բացի այդ, կարծում եմ նաև նույնականացնում են այդ բևեռները, եթե սրան նմանակեցիր, այս բևեռից ես նրան նմանակեցիր։ Նմանակում ես այս նախագահին ենթադրենք, նշանակում է այն մյուս բևեռից ես եւ հակառակ, այո։ Իսկ ում եք նմանակել քաղաքական գործիչներից, եթե քաղաքական գործիչներից համացանցից շատ հայտնի է, որ նմանակում եմ Սերժ Սարգսյանին, նմանակել եմ Սամվել Բաբայանին, իմիջիայլոց ներկայացման մեջ էլ ունեմ, նաև Գագիկ Ծառուկյանին եմ նմանակել, ես սովորաբար ես էլ եմ ասում, ընկերներս էլ են ասում են անշարժ նմանակումներ են, էլ բան չկա, իմ նմանակումների մեջ ոչ մի վտանգավոր նյութ չկա, որ կարելի ասել չպետք է անել կամ վստահ եմ իրենք էլ եթե դիտել են, վստահ եմ ծիծաղել են։ Անշուշտ նմանակումը շատ կարևոր է, որովհետև մեզ նաև դիտում են ուրիշ տեսանկյունից եւ ասեմ, որ հանուն արդարության պիտի ասեմ, որ Արթուրը շատ նման է նմանակում եւ կհորդորեմ շարունակել։ Իսկ ինչ է սպասում մեր երկրին, պարոն նախագահ։ Կարծում եմ, որ ես այլևս չեմ հասկանում, թե ինչ է սպասում մեր երկրին եւ սպասենք, կտեսնենք։ Շարունակելով կերպարների, հերոսների եւ նրանք, ովքեր հանդիսանում են ձեր նմանակման աղբյուրը,
Եթե մի պահ պատկերացնենք, ավելի ճիշտ գանք մեր ժամանակներից։ Մի ժամանակ, երբ 15 վայրկյանանոց հոլովակներն են գրավում այսօրվա սերունդը, եւ շատ դժվար է պատկերացնել, որ երիտասարդները այսօր դիտում են մենք ենք մեր սարերը, մեր մանկության տանգոն կամ առաջին սիրո երգը ժամ ու կես դիտելը կարծես շատ ժամանակ է պահանջում։ Ինչ է կարծում, եթե ենթադրությունների այս շարքը շարունակենք։ Մհեր Մկրտչյանը կամ Խորեն Աբրահամյանը, եթե այսօր ներկա լինեին ու հասկանային, որ գուցե կան երիտասարդներ, ովքեր իրենց էլ չեն ճանաչում, այ իրենց ձայնով առաջին արձագանքը որը կլիներ այս իրականությանը։ Իրենց ձայնով։ Ինչ եք պատկերացնում, ինչպես կարձագանքեին։ Շատ հաճախ նախ ասեմ, որ ես ինձ էլ եմ բռնացնում նրա վրա, որ ֆիլմ դիտելիս նկատում եմ, որ ուզում եմ արագացնել կամ ուզում եմ առաջ տալ մի քիչ։ Դա շատ վտանգավոր իրականություն է իրականում։ Եվ ես էլ այ երիտասարդները վստահ եմ շատերը չեն տեսել Մենք ենք մեր սարերը ֆիլմը։ Կնայեն, կասեն, անգույն ֆիլմ, ենթադրենք։ Չեն խորանում բովանդակության մեջ։ Իդեպ կա նաև գունավոր տարբերակը։ Այո։ Ոչ բովանդակությանն են նայում, ոչ էությանը, ընդհանրապես իրենց հետաքրքիր է արագությունը, ռիթմը եւ շատ հաճախ ոչ միայն իրենց, այլ նաեւ մեզ վրա էլ է ազդում այդ ամեն ինչը։ Ամեն դեպքում ես կուզեմ որ իրենք նայեն բովանդակությանը, որովհետեւ այս դարաշրջանում ռիլերի դարաշրջանում պետք է հասկանալ, որ այս ամեն ինչը անցողիկ է ու մնում է ինչ որ մեր մեծերը թողել են։ Սա էլ այն ապացույցն է գալիս է փարատելու այն մարդկանց կասկածը, որ մենք խոսել ենք, առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ դուք պարզապես դնում եք հայտնիների ձայնը եւ կրկնում եք։ Ոչ, հարգելի ունկնդիրներ, ամեն ինչ տեղի է ունենում կենթանի ժամանակում, հենց այստեղ, հենց հիմա եւ Արթուրը խոսում է իր կերպարների, նախընտրած կերպարների ձայնով։ Վերջերս մի տեսանյութ եք տեղադրել, որտեղ խոսում եք արձանների հետ, հայտնի ֆիլմի հերոսների, եւ ես առաջարկում եմ մեր ունկնդիրներին լսել այդ երկխոսությունը, ավելի ճիշտ այդ բեմադրած հատվածը։ Այդ ինչ է, մեղուն կծել է։ Հա, կծեցին։ Բողոքել է։ Նշանակություն չունի։ Մենք ենք մեր ռևասը, ինչի պետք է բողոքի որ։ Մորթել է ավակը, մորթել է Պավլեն։ Զարմանալի մարդ ես դու էլ։ Թե որ մեջտերից ամենալավ Թանաղու Պավլեն է, ելով պիտի մորթեր։ Իսկ ինչու ես մորթել ուրիշի ոչխարները։ Գուցե դրանք ռևազի ոչխարները չէին, այլ Երևանի այսինչ գիտահետազոտական ձեռնարկության մեծ կարևորություն ունեցող փորձերի համար ներարկված էին այսինչ տիպի հատուկ միկրոբներ։ Այդ ղերքը սոված էին երկու ոչխար ենք մորթե, ինչ ես գիտահետազոտական, միտահետազոտական։ Տղերքը սոված էին, քո ոչխարները մորթեիր, ինչ ես ուրիշի արծով փեսին լավություն անում։ Իմ ոչխարները պոչավոր տեսակ են, դրանք դմակավոր, դրանց միսը համեղ է։ Զավեն Քոչարյանի կինը ջահելու լավն է։ Քոնը տարիքն առել ու չորացել է, գնա մտիր Զավեն Քոչարյանի կնոջ ծոցը։ Այ քեզ խայտարակիչ։ Եվ քանի որ անդրադարձանք մենք ենք մեր սարերը ֆիլմին, եթե չեմ սխալվում, Իշխանը Մհեր Մկրտչյանի հերոսը ասում է օրենքը գրողը քաղաքում է նստում, իսկ ոչխարը սարերում։ Գուցե հաջորդող հարցը չգիտեմ որքանով տեղին է, բայց ուզեցա հասկանալ դուք ծնունդով Տաուշից եք։ Այո, ես ծնունդով Իջևանից եմ։ Հիմա ապրում եւ աշխատում եք, ստեղծագործում եք Երևանում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, գիտակից մարդ, ամեն դեպքում մտահոգված է կամ մտածում է իր տեսակը պահպանելու մասին, իսկ Տաուշցին դա յուրահատուկ տեսակ է։ Արդյոք համատեղելի է, համադրելի է Երևանում ապրելով, պահելու այն ազնվությունը, այն պարզությունը, որ ունեն հենց մարզի մարդիկ եւ մասնավորապես Տաուշցիները։ Իհարկե դժվար է, որովհետև մայրաքաղաքից ավելի հեռու բնակվող մարդիկ
բնականաբար ավելի པարզ են, ավելի անմիջական, սուտը ավելի քիչ է իրենց մեջ։ Դա բնական է, դա Իսկ ինչու եք պայմանավորում, այնքան հեշտ ասեցիք, դա բնական է, իսկ ինչու քաղաքում բնական չէ։ Իհարկե, եթե ասեցի բնական է, դա նաև ցավալի է, եթե այդպես եմ կարծում, ուրեմն ինչ որ մի բան ինձ բերել է դրան, պետք է բնական չլինի։ Պետք է բնականաբար սուտը եւ քաղաքում չլինի եւ գյուղում չլինի։ Այնուամենայնիվ մեծ մեգապոլիսներում, քաղաքներում բնականաբար, չգիտեմ, այնպես է ստացվել, որ մարդիկ մի փոքր սովորականից ավելի են միմյանց խաբում։ Բոլորն է գիտեն, այդպես է։ Բայց իմ այստեղ ապրելով, իհարկե շատ ընկերներ ունեմ, ովքեր այնտեղ են ծնվել, բայց այստեղ են ապրում։ Իրանց համար էլ դժվար, իմ համար էլ է դժվար, որտեղ ես այն միջավայրում եմ մեծացել, որտեղ մարդիկ ավելի པարզ էին, որտեղ ենթատեքստեր չկան։ Հիմա ես որ իմ ընկերներին պատմում եմ այստեղ, թե այնտեղ մենք 90-ականներին ոնց ենք ամբողջ մենք շենքում էինք ապրում, 3 մուտքով շենքեր։ Ամբողջ շենքի բնակիչներով տղամարդկանցով հավաքվում էին, գնում էին մի բնակչի համար փայտի, հետո հաջորդ բնակչի համար ամբողջ շենքի տղամարդկանցով։ Հիմա ես նոր այստեղ պատմում եմ, իրենք կարող չհավատան, չպատկերացնեն, որովհետև իրենք չեն տեսել, կամ տեսել են դրա ավելի փոքր դրվագներն են տեսել, չեն պատկերացնում, որ այնտեղ ուրիշ ձև որ հարևանը հարևանի համար կանգնած է։ Հիմա ներկայացման մեջ էլ ունեմ, ասում եմ, այն ժամանակ հարևանիդ հետ վիճում էիր մի հարցի շուրջ, թե այդ օրը որ մեկի տանեք հաց կիսելու կամ մի բաժակ բան խմելու, հիմա հարևանի տենում ես երեսը թեքում ես, ասում ես, մի բան չուզի է, այս վիճակն է։ Էր չեմ ասում քաղաքական բևեռացումները, որ քաղաքական ավելի բևեռացված է ամեն ինչ։ Ամեն դեպքում հիմա այնպես է, որ այնտեղ էլ է պակասել այդ անմիջականությունը, գյուղերում էլ է պակասել։ Չգիտեմ ինչի հետ է կապված, միգուցե ժամանակի հետ է կապված, ամեն ինչ փոխվում է, բայց ամեն դեպքում այն անմիջականությունը, որը եղել է, որը ես հիշում եմ, այնտեղ էլ է մի քիչ պակասել է։ Հանուն արդարության ասենք, որ այո, պակասել։ Ես ուզում եմ փորձել հասցնել անդրադառնալ ձեր արվեստի բոլոր ճյուղերին, դրանք շատ են։ Երբեմն երբ մարդը զբաղվում է տարբեր ուղղություններով, թեկուզ արվեստի, ասում են չի կարողանում իրեն գտնել։ Սա հաստատ ձեր դեպքը չէ, որովհետև ինչին անդրադառնում եք, ամենտեղ կա մասնագիտական մոտեցում, նվիրում եւ հաջողված լինելը ակնհայտ է։ Հաջորդ ուղղությունը, որին ուզում եմ անդրադառնալ, դա ես նշեցի մենք բնապահպան մասնագիտությանը դեռ կանդրադառնանք, այսօր ինձ այդպես է թվում, որ այդ գործառույթը առաքելությունը դուք կիրառում եք նաև բարբառները պահպանելու մեջ։ Չէ՞ որ բնապահպանի կոչումը դրանում է, որ անհետացող տեսակները պահպանի նաև։ Իսկ բարբառները մեր լեզվի վերացող, բայց եւ միևնույն ժամանակ զարդերից մեկն է։ Ձեզ համար դա զուտ արվեստի ճյուղ է, թե նաև զգում եք այդ կարևորությունը պահպանելու բարբառները։ Ամենասկզբից զուտ արվեստի ճյուղ էր, ունեի հետաքրքրություն բարբառների հանդեպ, մանավանդ մեր բարբառի։ Իդեպ մի քանիսին եք տիրապետում, իսկ դա ինչպես է, լավ, Տաուշինը հասկացանք, իսկ մնացածը։ Ես անկեղծ ասեմ, քանի որ ես Իջևանում եմ ծնվել, բայց հայրիկս Նոյեմբերյանի Արջիս գյուղից է, շփումը շատ մեծ է եղել։ Այնտեղ այլ բարբառները ամբողջովին տարբերվում են։ Իջևանում ասում են քինամ, Նոյեմբերյանում ասում են գնամ։ Շատ տարբեր են, իրարից շատ տարբեր են, եւ մեր գյուղի բարբառը արդեն քանի որ Տավուշի մարզի վերջի գյուղն է դեպի Լոռի, Արջիսից հետո շնողն է, Լոռվա գյուղերից է, արդեն նման է Լոռվա բարբառին նաև, եւ Նոյեմբերյանի բարբառ, եւ Լոռվա բարբառին, այսպես շատ պատահականորեն ստացվեց այնպես, որ մի նախագծի մեջ ներգրավվեցի, որտեղ կարդում էինք բարբառային գրքեր, հեքիաթներ, մոռացված հեքիաթ, այդ գրքերը շատ մեծ դժվարությամբ գտանք,
աուդիո գրքեր են կարա YouTube-ում ամբողջը տեղադրված է։ Ու կարդացի Իջևան Տավուշ Գանձակ, Տավուշի Գանձակի բարբառով նաև ինքն լրիվ ուրիշ բարբառ է, նման է, կողքից նման է, բայց ուրիշ է։ Կարդացի մի հսկայական ծավալի Արցախի բարբառով, որը էլի շատ դժվար էր, կողքից թվում է թե Տավուշի բարբառը Արցախի բարբառը նման է, բայց շատ դժվարություն տարբերություն կա մեծ։ Եվ նոյեմբերյանի ու լորվա բարբառով եմ կարդացել ու մեծ բավականություն եմ ստացել ու մինչև հիմա էլ լսողները անընդհատ արձագանքում են մեկնաբանություններով, հաղորդագրություններ են գրում, որ ինչու չեք շարունակում։ Այո, ինչու չեք շարունակում։ Այո, զբաղվածությունս այս շրջանում շատ է, դրա համար ուղղակի չեմ հասցնում եւ այս հանդիսությունների շրջանը եւ երկու տարբեր ներկայացումների մեջ եմ ներգրավված, իսկ ներկայացումները շատ ժամանակ խլող երևույթներ են եւ փորձերի օրերը եւ ներկայացումները։ Դրա համար հիմա չեմ հասցնում, բայց խոստանում եմ, որ անպայման շարունակելու եմ, մանավանդ զարմանալի բան արձագանքում են շատ մեծ տարիքի մարդիկ, ովքեր ուզում են լսել այդ հեքիաթները։ Այո, դե ոչ թե փոքրերը, այլ մեծերը։ Հենց այդ մասին ենք խոսում, որ փոքրերը թերևս այսօր հատկապես Երևանաբնակ փոքրերը տեղյակել չեն բարբառներից, իսկ մեծահասակները ունեն կարոտ, ունեն կարիք բարբառը լսելու եւ ինչպես ասում են բազմաթիվ խոսքերի փոխարեն մի հատված լսենք նաեւ այդ կատարումից։ Ոսկեմազիկը մի եդնակի նալım, դա իրան հետ մի աղջիկա բերացելım, մի աղջիկ էլ իրա մարդնա ունենım ձերքի կնգանիցը։ Մի կովեն ունենım սրանք։ Են մերացուն կովը տալիսա են եթիմ աղջկանն ու ասմա տար հրացացրու։ Մի կտոր հացա տալի ասմա վայ է քու գլխին կենա, տար կով նրացացրու, ես հացն են ըրիգունը հետըտ բի հանդի հացն անուշ կլի, կուտենք ըրիգունը, ես թեշիկն էլ տարման է։ Են անասոված թեշիկը մանելով գնմա գալի։ Մի օր էլ հանդմը թեշիկը մանելիս տեղը թելը կտրվումա թոլը ալım։ Մի ծակով դվեր անգնım, այդ ծակովը մտի կանım տենմա հրե ուշաբի գնիկը նստած, արջիճը մաստակի տեղ բերնմը ծամմա, հետնել ջահրայամանım։ Անդրադարձակ թատրոնին, թատրոնի դերասան, բեմ, կուլիսներ, բոլորովին այլ միջավայր եւ մթնոլորտ թատերական։ Ինչ կա բեմում, որ չկա անսահմանափակ սոցցանցերում իր հնարավորություններով։ Ինչ է ձեզ տալիս թատրոնը։ Ես նախ ասեմ, որ պատահաբար եմ հայտնվել թատրոնում։ Այդպես լինում է։ Այո, փաստորեն լինում է, չնայած շատ հաճախ ասում եմ, որ պատահական ոչինչ չկա, որովհետև իրականում չկա, ես մանկուց եմ մտածել թատրոնի մասին, երազել, նշեցի, որ թատերական ինստիտուտ էի ուզում ընդունվել ու չեմ դիմել։ Կյանքը բերեց։ Այո, կյանքը բերեց, դրա համար ասում են զգուշացեք ձեր երազանքներից, դրանք իրականանալու հատկություն ունեն։ Հրավեր եղավ, իմիջայլոց Հրազդանում բացվել է կամերային թատրոն, ովքեր չգիտեն, ասեմ, որ նոր է դեռ 1 տարեկան չկա, բայց շատ կարևոր է, որ մարզերում ակտիվություն մտնի թատերական առումով, թատրոնի լինելու առումով, Հրազդանում Շահենից իմ ընկերոջից, Շահեն Փանոսյանից ստացա հրավեր խաղալու ներկայացման մեջ, ճիշտն ասած ինձ համար շատ ռիսկային էր, բայց ինքը ինձ հավատաց, սկսեցինք փորձերը կամաց ու պրեմիերան արեցինք մայիսի 29-ին, Գիբսոնի երկուսը ջոջանակին պիեսն է, խաղում եմ տաղանդավոր Նարա Սարգսյանի հետ, ռեժիսորն է Վանոհի Ղազարյանը, տաղանդավոր ընկերներ, ովքեր ինձ օգնեցին մերվել թատրոնի հետ, թատրոնը ինձ համար ուղղակի հեքիաթ է, որի մասին ես միշտ երազել եմ, ու հիմա էլ իրական հեքիաթում եմ, ու ամեն անգամ, երբ պետք է խաղամ, եւ ունեմ մեծ լարվածություն, որը
առաջին 5 րոպեից հետո միանգամից անհետանում է եւ մեծագույն հաճույքով եմ խաղում։ Ճիշտ էր մեր շատ սիրելի Մայր Մկրտչյանը, երբ ասում էր թատրոնը կինդ է, ֆիլմը կինոն սիրուհիդ։ Վերջում մնում է թատրոնը։ Արթուր, եթե ուզում եմ, որ ինքը լավատեսական ամեն դեպքում հնչի հարցը, եթե պատկերացնենք 10 օրով, այն ամենը, ինչ կապված է ձեր ձայնի հետ, սահմանափակվում է։ Ինչ տաղանդ կուզեիք կար փոխարինելու, սովորաբար երբ որ մի բան առնվում է, փոխարեն ինչ-որ մի բան տրվում է բարձյալից։ Այ եթե ոչ երգ, ոչ դերասանական խաղ, ոչ հանդիսավարություն, ոչ հնչյունավորում, այ ինչ կուզենայիք, ինչ տաղանդով օժտված լինեիք։ Չգիտեմ, ես ճիշտն ասած բացի այն ինչում որ կամ, նաև մեկ-մեկ նկարում եմ, բայց շարժեր եմ նկարում։ Ոչ Առանց հնչյունավորման։ Այո, առանց հնչյունավորման, ուղղակի ծաղրանկարներ եմ նկարում, շարժեր։ Թերևս չգիտեմ, կլինեի այդ ոլորտում թե չէ, բայց երբեք չեմ մտածել։ Միգուցե գրեի, շատ հնարավոր է գրեի, որովհետև այն հնչյունավորումները, որը ես անում եմ, խոսքս հումորայինների մասին է, ամբողջը իմն է, սցենարային Արդեն, բայց մասը։ ինքնանպատակ չեն, չէ, ուղղակի զվարճանք եւ բարձր տրամադրություն պարգևել, մարդկային արատները ընդգծելու կամ ինչ որտեղ ինչու ոչ ծաղրելու նաեւ կա այդպիսի միտում։ Այո, կա, որովհետև ավելի լավ ճանապարհ այդ ամեն ինչը ցույց տալու քան հումորն է, ինձ համար գոյություն չունի։ Իսկ ինչ են կապիկները գերիշխում։ Չգիտեմ, կապիկներին շատ մարդկային բաներ ունեն, դե այնտեղ կապիկների ընտանիք կա, որտեղ ես շատ նուրբ ձևով բարձրաձայնում եմ ընտանեկան ներքին խնդիրներ այնտեղ։ Հել եմ ուզում, բերուգուն ձեզ իմ շատ սիրելի պատպիսչիկներ, ես դհոլի ջիղ ունեցող, բայց դհոլ չունեցող, վեդրոներին ու մալիրովը նիկաստրունկեքին վեթական օղու ցլեպ կցող, էտ ամեն ինչի հիմար պարբերաբար տուրուտող, աչքերս պաստայաննի բժոտած բալիկ եմ։ Արթուր, մեր հանդիպման ավարտին շատ կարճ հարցաշար ունեմ պատրաստած, այնինչ կոչվում է բլից եւ ենթադրում է կարճ պատասխաններ։ Սիրով։ Ամենադժվար նմանակող մարդը։ Ամենադժվար նմանակվող մարդը։ Ինչքան էլ զարմանալի լինի, Մայր Մկրտչյան։ Երգ, որ երբեք չեք հոգնում երգել։ Այդպիսի երգ չկա, ինչ էլ որ երգում եմ, մեծ սիրով եմ երգում։ Բառ, որ ամենից հաճախ եք ասում ինքներդ ձեզ։ Ինքս ինձ հանգիստ։ Լավ հորդոր է։ Ամենաշատը ինչի համար եք ամաչել։ Թերևս դա հայտնի է ինձ եւ Աստծուն։ Եթե մեկ օր ապրեիք ուրիշի կյանքով, կուզենայիք դա ով լիներ։ Չեմ ուզի ուրիշի կյանքով ապրել, ամեն մեկը ունի իր ճանապարհը, այնպես որ ուզենամ իմ կյանքով ապրել։ Որն ամենաթանկը հանդիսատեսի ծիծաղը, թե հոտնկայս ծափահարությունները։ Դերասանի համար ծափահարությունները ավելի կարևոր են, որովհետև ծիծաղեցնելը ավելի հեշտ է, քան ստիպել ժպտալ, ինչ մնաց վերջում մարդիկ էլ ծափահարեն։ Շնորհակալություն հայտնեն։ Եթե մի պահ պատկերացնենք, ենթադրենք, որ Մհեր Մկրտչյանը ձեզ է զանգահարում, ինչ եք կարծում, ինչ կլիներ առաջին արտահայտությունը ձեզ ուղված։ Ապրես դու շատ լավ ես ինձ նմանակում ու այդպես էլ շարունակիր։ Հուսով եմ սա կասեր։ Ես էլ այդպիսի հույս ունեմ, որ հաստատ չեր ասի մի շարունակիր։ Իհարկե սա իմ կարծիքը չէր իմ մասին։ Ես չգիտեմ, ես լավ եմ նմանակում թե չէ, ենթադրում եմ, որ վարպետը
այդպես կարտահայտվեր։ Եվ մի երազանք, որի մասին դեռ ոչ ոքի չեք հայտնել, բայց պատրաստ եք կիսվել մեզ հետ։ Ճիշտն ասած աշխատում եմ երազանքներ չպահել, աշխատում եմ ավելի շատ դրանք լինեն նպատակների տեսքով, ոչ թե պատրանքների, բայց կուզենամ այսպես շատ երկար լինել բեմում կամ ոչ միայն բեմում, կլինի դա ֆիլմ, կլինի ներկայացում, որտեվ դա ինձ համար հեքիաթային աշխարհ է, իմ կյանքի ամենամեծ երազանքներից մեկը մանկության այն է եղել, որ ես լինեմ բեմում, խաղամ։ Ու դա մնում է այսպես շատ գեղեցիկ երազանք, որը կարծես թե իրականություն է դառնում, բայց նաև ուզում եմ դա լինի հարատև։ Ես մաղթում եմ, որ դա հենց այդպես լինի եւ կյանքի յուրաքանչյուր փուլում ձեզ նոր առաջարկներ լինեն, ստեղծագործական, արդեն թատրոնը կա, գուցե հաջորդը կլինի ֆիլմը։ Խոսքն էլ ուժ ունի, եթե անընդհատ խոսենք այդ Միանշանակ։ մասին եւ նաեւ աշխատենք բնավ։ Հաճելի էր, որ ընդունեցիք հրավերը եւ շնորհակալություն ձեր անկեղծ պատասխանների համար։ Հուսամ, որ այսօր ունկնդիրը մի փոքր նորովի բացահայտեց Արթուր Մուսայելյանին։ Անչափ շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ հրավերի համար եւ ինձ համար շատ հաճելի է հայտնվել այս տաղավարում ձեզ հետ։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, մենք այսօր եւս մեկ անգամ համոզվեցինք, որ իսկական իրական տաղանդը բազմաշերտ է, իսկ դրա հիմքում ընկած է անկեղծությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, կհանդիպենք հաջորդ անգամ։